Տեր, քո զավակները ամեն ժամանակ պիտի գոհանան Հիսուս։ Տիրոջ ճանապարհում միայն օրհնություն կա։ Տիրոջ ճանապարհում օրհնություն կա, թե մեծ է լավարը ես կգոչեմ, ու տաճարի առաջ կերկրպագեմ, իմ ճշմարիտ ասում ես շնորհակալ եմ։ Տիրոջ ճանապարհում օրհնություն կա, թե մեծ է լավարը ես կգոչեմ, ու տաճարի առաջ կերկրպագեմ, իմ ճշմարիտ ասում ես շնորհակալ եմ։ Կգոհանամ քեզանից, սափոս քեզ կասեմ, կգոհանամ քո անունից, որից ես ողորմել, կգոհանամ քեզանից, սափոս քեզ կասեմ, կգոհանամ քո անունից, որից ես ողորմել, կգոհանամ քեզանից, սափոս քեզ կասեմ, կգոհանամ քո անունից, որից ես ողորմել, կգոհանամ քեզանից, սափոս քեզ կասեմ, կգոհանամ քո անունից, որից ես ողորմել։ Հալելույա Տեր, ողջ փառքը քեզ Հիսուս։ Շաշվում է ասպայրում, պատվում ենք քեզ, պատվում ենք քեզ, քո հոգին գործում է ասպայրում, պատվում ենք քեզ, պատվում ենք քեզ, քո հոգին սրտերը բժշկում, պատվում ենք քեզ, պատվում ենք քեզ, քո հոգին կյանքեր են արարում, պատվում ենք քեզ, պատվում քո հոգին իմ Տեր, քո հոգին շարժվում է աստղայրում, պատվում ենք քեզ, պատվում ենք քեզ, քո հոգին գործում է աստղայրում, պատվում ենք քեզ, պատվում ենք քեզ, քո հոգին սրտերը բժշկում, պատվում ենք քեզ, պատվում ենք քեզ, քո հոգին կյանքեր են արարքում, պատվում ենք քեզ, պատվում ուղի հարթող ես դու իմ Տեր, ուղի հարթող հրաշքներ գործող խոստում պահող, հույս ես դու խավարում իմ Տեր, ահա թե ով ես դու, ուղի հարթող ես Տեր, ուղի հարթող հրաշքներ գործող խոստում պահող, հույս ես դու խավարում իմ Տեր, ահա թե քո Տերը հրաշքներ գործող է, ուղի հարթող հրաշքներ գործող խոստում պահող, հույս ես դու խավարում իմ Տեր,
դժվար է ինձ իմ կողքինս, երբ ընկած եմ քեզ բարձրացնում ես, դու ամենժամ ամենուր ինձ հետ ես, դու ամենժամ ամենուր ինձ հետ ես, երբ դժվար է ինձ իմ կողքինս, երբ ընկած եմ քեզ բարձրացնում ես, դու ամենժամ ամենուր ինձ հետ ես, դու ամենժամ ամենուր ինձ հետ ես, երբ դժվար է ինձ իմ կողքինս, երբ ընկած եմ քեզ բարձրացնում ես, դու ամենժամ ամենուր ինձ հետ ես, դու ամենժամ դու ինձ հետ ես իմ Տեր, ինչ էլ որ լինի Հիսուս դու մեր կողքին ես Տեր, ինձ բարձրացնում ես, դու ամենժամ ամենուր ինձ հետ ես, դու ամենժամ ուղի հարթով ես հրաշքների Աստվածն ես Հիսուս, դու այն Աստվածն ես Տեր, որ հարթում է ամեն ճանապարհ Հիսուս, դու փառավոր ես Հիսուս, ձեր թքայնես իմ առջևից, գիտեմ երբեք չեմ սայթաքի
հավատում իմ արքա, որովհետև դու ես միայն մեր ճշմարիտ ու միակ Աստվածը, Տեր։ Շնորհակալ ենք քեզանից, մեր հզոր Աստված, քո փառահեղ ներկայության համար, Տեր, որ դու պատիվ ես արել, Տեր, եկել ես մեր հետ հանդիպման իմ արքա ջան։ Խնդրում եմ, Տեր, որ հենց հիմա յուրաքանչյուր անձ զգա քո թանկ ու սուրբ ներկայությունը, Տեր։ Ամեն մեկը թող զգա, Տեր, քո ներկայությունը իր կյանքի ամեն իրավիճակում, ամեն մի փուլում, Տեր, թող գիտակցությունը գա, Տեր, որ դու ամեն ժամանակ քեզ վստահողների ու հավատացողների կողքին ես, իմ Տեր։ Մենք անչափ շնորհակալ ենք քեզ, մեր հզոր Աստված, փառք ենք տալիս քեզ, մեր Տեր, շնորհակալ ենք քեզանից, Տեր, որ դու ողորմած, գթասիրտ, Տեր, Աստված ես, մենք փառք ենք տալիս քո սուրբ ու զորավոր անվանը, Տեր, որ զորություն ունի քանդելու ամեն իշխանություններ դիվային, ամեն ծրագրերը չարի, Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Սիրելիներս, եկեք մեր ձեռքերը պարզենք այս կարիքների համար, աղոթենք մեր քույր ու եղբայրների կարիքների համար, հավատում եմ, սիրելիս, որ դու հավատքով ես գրել այն, ինչ որ դրել ես այստեղ։ Հալելույա, իմ Աստված, բերում ենք քո սուրբ գահի առաջ, Տեր, քո ոտքերի առաջ ենք դնում, Տեր, այս ամեն կարիքներն ու հոգսերը, Տեր։ Դու ամեն բան տեսնում ես, ամեն բան գիտես, ամեն մեկի կյանքի իրավիճակը դու տեսնող ու քննող Աստված ես, Տեր։ Մենք բերում ենք քո սուրբ ձեռքերի մեջ այս կարիքները, Տեր։ Հռչակում ենք, Տեր, որ ամեն կարիք քո կամքով պատասխանված է լինելու, Տեր, եթե դա քո կամքի մեջ է, Տեր։ Խնդրում եմ, որ պատասխանես, Տեր, օրհնես ամեն անձի, եթե կա ապաշխարության կարիք, Տեր, կա բժշկության կարիք, խնդրում եմ, Տեր, որ օրհնես, Տեր, եւ պատասխանների իմ Աստված, եթե դա քո կամքի մեջ է։ Շնորհակալ ենք քեզանից, մեր Աստված։ Մենք հավատում ենք, Տեր, որ ամեն կարիքի պատասխանող Աստված ես դու, իմ Աստված։ Հավատում ենք, որ այս աղոթքները, Տեր, անուշաբույր խունկի պես քո գահի առաջ է բարձրանում ու հավատում ենք, որ ընդունելի կլինի քո առաջ։ Ողջ փառքերը, պատիվը, գոհությունն ու մեծարանքը տալիս ենք մեր հզոր ու սքանչելի Աստծուն։ Հալելույա, ամեն։ Ամեն, ամեն։ Տերը շատ օրհնի մեր փառաբանության խմբին, կարող եք նստել, սիրելիներս, Տերը շատ օրհնի ամեն մեկիդ, փառք Աստծուն, ամեն։ Այսօր, սիրելիներս, ինձ հանձնարարված է ծառայել Զոհի նվիրատվության խոսքով և փառք Տիրոջը դրա համար ու շատ շնորհակալ եմ մեր հովիվներին այդ վստահության համար, փառք Աստծուն։ Խոսքը նախ սկսենք այսպես, այստեղից, թե հենց ինչ է նշանակում զոհաբերություն բառը։ Ուսումնասիրելով զոհաբերության բառի իմաստը, եկեք կարդամ միասին հասկանանք, թե ինչ է դա նշանակում։ Զոհաբերություն նշանակում է գիտակցաբար ինչ որ բան տալ, հրաժարվել կամ կորցնել հանուն ավելի մեծ արժեքի կամ նպատակի։ Ամեն, այսինքն ինչ ենք հասկանում այս խոսքից, դու զոհաբերությունը այն է, երբ որ դու տալիս ես քեզ համար ավելի արժեքավոր, ավելի կարևոր ինչ-որ մի բան, դա ընծայում ես ու անպայման դրա փոխարեն ստանում ես ավելի մեծ ու ավելի արժեքավոր ինչ-որ մի բան։ Ամեն, բոլորիս էլ շատ հայտնի, բոլորս էլ հաստատ կարդացել ենք Աստվածաշնչից, մեզ բոլորս ծանոթ Աբրահամը։ Բոլորս ծանոթ ենք, չէ, Աբրահամի կյանքին, ինքը ինչ Աստծուն հավատարիմ ու հնազանդ մարդ էր, չէ։ Ու ինչ է լինում, ինչ է կատարվում Աբրահամի կյանքում։ Շատ աղոթքների միջոցով Աբրահամի աղոթքները պատասխանվում են ու ինքը ունենում է իր որդուն։ Ու գալիս է Աբրահամի կյանքում մի հատ պահ, որ Աստված ասում է դու պետքա զոհաբերես այդ քո միակ որդուն։ Ու Աբրահամը ինչ է անում։ Հնազանդվում է, որովհետև դա Աստծո խոսքն էր, Աստված էր դա ասում ու դա Աստծո կամքն էր։ Ու Աբրահամը այնքան հնազանդ ու վստահ սիրտ ուներ առ Աստված, վստահություն իրա, որ ինքը մեծ վստահությամբ այդ քայլին գնում է։ Ու Աստված այդ քայլը տեսնելով, կարող ենք տեսնել Ծննդոց 22:16-18 խոսքերում, որ ասում է, որ Աստված Աբրահամին ու իր սերունդը օրհնում է։ Ու այսօր մենք իրավունք ունենք փառք Աստծո հռչակել մեր կյանքերում, որ մենք օրհնված ենք Աբրահամի օրհնություններով։ Ամեն։ Եկեք միասին կարդանք, բացենք Առակաց 3-րդ գլխի 9-10 խոսքերը, որտեղ այսպես է ասվում. Պատվիր Տիրոջը քո ստացվածքիցը եւ քո բոլոր բերքերի երախայրիներիցը։ Այն ժամանակ կլցվեն քո շտեմարանները առատությունով եւ քո հնձանները պիտի զեղանեն
նոր գինիով։ Ամեն։ Սա Աստծո խոսքն է, սիրելիս, ու այն ինչ որ Աստված ասում է, մենք պետք է կատարենք։ Եթե ինչ որ բան Աստված ասում է, հավատացեք, իր խոսքը կատարելու դեպքում մեծ օրհնություններ է սպասվում մեր կյանքում։ Ամեն։ Ու եկեք մի հատ հետաքրքիր օրինակ նայենք, ես ուսումնասիրեցի սերմերի հետ վերաբերյալ։ Ուսումնասիրեցի, թե եթե օրինակի համար մենք վերցնենք 100 հատ վարունգի սերմ ու ցանենք, ինչքան բերք կստանանք, ու մոտավոր հաշվարկներով մենք ստանում ենք 600 կիլոգրամ բերք, վարունգ։ Հիմա տեսեք, երբ որ մենք զոհաբերում ենք, ճիշտ է, որ մենք ոչ թե զոհաբերենք մեր ավելցուկից, այլ զոհաբերենք այն, ինչ որ այդ պահին մեր համար թանկ է ու միակն է։ Ամենաթանկն է դա մեր համար այդ պահին։ Մենք մեր ավելցուկից կարանք դա ընծատանք Տիրոջը, բայց զոհաբերելը դա լրիվ մեկ այլ բան է։ Ամեն։ Ու հիշում ենք Աստվածաշնչից որբևայրի կնոջը, որ այդ պահին ինքը իր միակը զոհեց, իր վերջինը տվեց, ու դա Տիրոջ աչքին ավելի հաճելի երևաց։ Այնտեղ կային շատ մարդիկ, որ իրենց ավելցուկից էին զոհում։ Դու կարաս ընծայես, դա էլ է սերմ, սիրելիս, որը քո կյանքում պտուղ կբերի։ Բայց եկեք նաև սերմելուց այնպես անենք, որ մեր սերմերը փուչ չլինեն։ Փուչ լինելը ինչը կարա հանդիսանա մեր սերմերի փուչ լինելուն, մեր սիրտը, թե մենք ինչ սրտով կցանենք այդ սերմը։ Եթե դու կտաս ուրախությամբ, ուրեմն հավատա, որ այդ սերմը պտուղ է տալու անպայման։ Ամեն։ Ու սիրելիս, սա նույն իմ նորվա բերած օրինակի վարունգի սերմերն է, երբ որ դու քո ավելցուկից ես տալիս, այսինքն դու ոնց որ մտածես, լավ դե Տեր ջան, մի 10 հատ սերմ գցեմ, մի 15 կիլո, 20 կիլո վարունգ լինի, երիքա, ծով է, սենց ասած։ Բայց չէ, եթե մենք գիտենք օրհնվելու գաղտնիքը, մենք գիտենք ինչպես կարող ենք օրհնվել, ինչ որ ասում է Աստծո խոսքը, մենք դա կատարելով կօրհնվենք, ինչի չանենք։ Աստված մեզ չի կանչել աղքատության մեջ։ Աստված մեզ կանչել է հակառակը աղքատությունից հանելը ու կանչել է իր տան մեջ մեզ ավելի օրհնելու ու զորացնելու համար։ Ու այդ օրհնություններով էլ, որպեսզի մենք կարողանանք մյուսներին օրհնել, ծառայել։ Ամեն։ Ու շատ հաճախ հենց մեր լեզուն է, որ մեր օրհնություններին արգելք է հանդիսանում։ Այսինքն մենք ենք մերժում այն օրհնությունը, որ Աստված ցանկանում է մեզ տա, մենք արգելք ենք դնում։ Չէ, այսքան օրհնի հերիքա։ Սիրելիս, Աստված գիտի իր կամքով, թե ինչքան կօրհնի ու ինչքան կտա քեզ։ Ամեն բան թողնենք Տիրոջ կամքի մեջ։ Ամեն։ Եվ վերջում այս խոսքերի որպես կնիկ Աստվածաշնչից վերջաբան, կարդանք 2 Կորինթացիս 9:6-7 խոսքերը։ Որովհետև սա եմ ասում, թե խնայելով սերմողը, խնայելով էլ կհնձե, եւ առատությամբ սերմողը, առատությամբ էլ կհնձե։ Ամեն մեկը, ինչպես որ սրտի հոժարություն կա, ոչ թե տրտմությունով կամ հարկադրությունով, որովհետև Աստված սիրում է ուրախ տվողին։ Ամեն, Տերը օրհնի ամեն մեկիդ զոհերը, ամեն մեկիդ ընծաներն ու տասանորդները, Տիրոջ զորավոր անունով օրհնում եմ ամեն մեկիդ ֆինանսները, որ ավելի օրհնվեք, զորանաք Տիրոջ մեջ, Աստված շատ օրհնի յուրաքանչյուրիդ, փառք Տիրոջը։ Ամեն։ Քո աչքերը ինձ տեսա, քո հայացքը ինձ գտա, քո սուրբ ձեռքը հանեց անկացից, արցունքներս մաքրեցիր, վերքերիս տարմանքերից, արյունովը ինձ հավեք հրկեցիր, քո աչքերը ինձ տեսա, քո հայացքը ինձ գտա, քո սուրբ ձեռքը հանեց անկացից, արցունքներս մաքրեցիր, վերքերիս տարմանքերից, արյունովը ինձ հավեք հրկեցիր, թրկության բաժակս դրեցիր,
Հալելույա, փառավոր Աստված, օրհնում ենք քո սուրբ անունը այսօր նորից ու նորից խոնարհվում ենք քո առաջ, քո ժողովուրդը, քո եկեղեցին այսօր խոնարհվում է քո առաջ եւ ասում ենք քեզ փառք, պատիվ ու գոհություն քեզ, որ դու մեր Աստվածն ես, Տեր, որ դու մեր Տերն ես, որ իրականում մեզ հայտնել ես հավիտենական կյանքի գաղտնիքը, որ մեզ սովորեցնում ես կարևոր բաները, Տեր ջան, փառք ու պատիվ քեզ, որ քո ժողովուրդը զորացնում ես, եթե անգամ թուլանում է, եթե անգամ հավատքի մեջ է թուլանում, Տեր, դու զորացնում ու բարձրացնում ես, խոնարհվում ենք քո առաջև, խնդրում ենք Սուրբ Հոգի Աստված, որ այսօր նորից սովորեցնես մեզ, մխիթարես մեզ, որովհետև դու ես մեր մխիթարիչը, դու ես մեր ուսուցիչը, դու ես մեր առաջնորդը եւ մենք սպասում ենք քեզանից, որ օծես ամեն մի մարդու, որ ոչ ոք զուր տեղ այստեղ չգա եւ զուր տեղ այստեղից դուրս չգա, այլ ամեն մեկը զորանա հավատքով, հասկանա քո կամքը եւ ապրի քո կամքով, իսկ դու էլ օրհնես ամեն մեկի կյանքը, հացը, ջուրը, առողջությունը վերականգնես, փառավոր Աստված, նորոգես ամեն օր ամեն մեկին մանկությունը արծիվների պես եւ նաեւ ուժերը, Տեր ջան, որովհետեւ մենք քեզ ապավինել ենք, Տեր, տարիներ շարունակ քեզ ենք ապավինում եւ հավատում ենք Եսայա մարգարեի ձեռքով գրվածին, որը գրել է. Տիրոջ ապավինողները կնորոգվեն ուժով, թևերով վեր կսլանան արծիվների պես, կգնան եւ չեն թուլանա, կգնան եւ չեն հոգնի։ Եվ այս խոսքը թող հանգչի քո ժողովրդի վրա, քո եկեղեցու վրա, զորացրում ես, առաջնորդիր մեզ, Տեր։ Հալելույա, ամեն, փառք Հիսուսին։ Տերը օրհնի բոլորից սիրելներ ջան։ Աստված ձեզ շատ օրհնի, նստեք Տիրոջ ներկայության մեջ։ Օրհնյալ լինի Տերը, որ մեզ սովորեցնում է, ամեն, այս խավար աշխարհում, այս մահվան ստվերի երկրում, ինչպես որ գրված է, մահվան ստվերի մեջ նստած ժողովուրդը մեծ լույս տեսավ։ Դա գրվեց այն ժամանակ, երբ որ Հիսուս Քրիստոսը սկսեց ավետարանել առաջի անգամ այս աշխարհի մեջ։ Մարդ դարձավ եւ սկսեց ավետարանել։ Եվ գրված է, որ մարդիկ խավարի ստվերում մահվան աշխարհում մարդիկ, որոնք նստած էին մեծ լույս տեսան։ Հիմա մերն է, մենք էլ ծնվել եկել ենք այս աշխարհ, սիրելներ ջան, ու չգիտենք ինչ է այս աշխարհը, ով ենք մենք, չէ՞, ով է երբեմն կանգնել հայելու առաջ, նայել իրեն եւ մտածել ով եմ ես։ Ես փոքր ժամանակվանից հետաքրքիր երեխա եմ եղել։ Հայելու առաջ կանգնում էի, այն ժամանակ պապիկիս տանը, չգիտեմ, կհիշեք 50 տարի առաջվա տրիմոներ կային, որը փոքր ժամանակ այդ տրիմոն ընկնում էր մոտավորապես իմ այս կոճակից, ես փոքր էսքան էի, բայց տրիմոն կարճ էր, եւ նայում էի հայելու մեջ եւ հարց էի տալ, լավ, ով եմ ես, ով է այս տղան, այս երեխան, ու չի հասկանում ով եմ ես, եղել են տենց դեպքեր, չես հասկանում, ծնվել եկել ես, չես հասկանում ով ես դու, որտեղից եկար, ուր ես գնում, ու փառք Հիսուսին, Տիրոջ խոսքը, երբ որ ապաշխարեցի, ինձ այդ պատասխանները տվեց, թե ով ենք մենք։ Մենք Աստծո նախասահմանության մեջ եղած մարդիկ ենք, հոգիներ ենք, որը Աստված ֆիզիկապես իրականացնեց այս երկրի վրա, եւ մեզ տվեց ընդամենը 80 կամ 90 տարի մեր ժամանակների մեջ լավագույնը կյանք, որ մենք ճանաչենք Աստծուն, հասկանանք, հավատանք եւ ճանաչենք Աստծուն եւ հեռանանք այս աշխարհից, որովհետեւ բոլորիս կյանքն էլ վերջանալու է։ Մեր ծնողների կյանքը, մեր երեխաների կյանքը, մեր թոռների կյանքը վերջանալու է։ Մի օր 100 տարի հետո չենք լինելու ոչ մեկս։ Եվ ոչ էլ մեր երեխաները։ Հասկանում ես սա ինչ է։ Թեև մարդուն թվում է, թե ինքը հավիտյանս հավիտենից այստեղ եղել է կա ու կլինի։ Դա սուտ է։ Մեծերը իրենց երբ որ նայում են հայելու մեջ, նրանք հասկանում են, որ դա սուտ է, որովհետև նրանք աշկ գոցել բանալու պես ոնց որ մեծացան։ Թեև հոգու մեջ ոչ ոք չի զգում, որ ինքը մեծ է, բայց հայելու մեջ բոլորը զգում են, որ իրենք մեծ են արդեն, մեծացել են։ Տեսքը ցույց է տալի տարիքը։ Այսպես է թե չէ։
Այսպես է, ուզես թե չուզես։ Տերը զորացնի մեզ, որ մենք իմաստուն լինենք, հասկանանք այս ամեն ինչը, որ ճիշտ ժամանակին մեր կյանքը կազմակերպենք Աստծո մեջ, Աստծո կամքը հասկանալու եւ ապրելու համար, որ երբ որ Աստված ուզի դու հայտնվես երկնքում, Աստծո արքայության մեջ։ Խոսքը, որ վերնագրել եմ, այսպես եմ վերնագրել, համբերիր գոհությամբ։ Համբերիր գոհությամբ։ Գիտես, երբ որ հավատում ենք, ես երբ որ եկա Աստծուն, ես մտածում եմ վերջ, արդեն ամեն ինչ սենց հալած յուղի պես, սահելով գնալու է կյանքը, Աստված ձուկը շատացնելու է, հացը շատացնելու է մեր կյանքում, այդ հրաշքները, բժշկությունները, գիտես, առաջի մի տարվա հոգևոր էի, երբ որ ես մտածում եմ ինչ հիվանդություն էլ լինի Տերը բուժելու է, ես արդեն մի տարի հետո, երբ որ ապաշխարել էի, գտնվում եմ Մոսկվա քաղաքում ու այնտեղ Աստված հետաքրքիր է ինձ տեսիլք ցույց տվեց, որ ջուր եմ խմում եւ ջրի ներքևում ավազ կա, կեղտոտ է ջուրը։ Մենք սովորել ենք Հայաստանում խմենք հենց ծորակից։ Բայց Մոսկվայում ծորակից խմել չէր կարելի, որովհետեւ ջուրը մաքուր չէր։ Ես չգիտեի։ Եվ երբ որ ջուր էի խմում, վատ ջուր էր, Աստված ցույց տվեց, որ պետք է խմես, եւ ես մտածում էի, ասում էի, հա, մեկա, եթե հանկարծ մի բան էլ այն չլինի, կաղոթենք Աստված կբուժի։ Պատկերացնում ես ինչ հավատք։ Կաղոթենք կբուժի վարքյանական։ Մեկ էլ Բենիհին եկավ ծառայելու 2000 թիվներ եւ այնպես ստացվեց, որ ինձ որպես կարգ ու կանոն ինձ դրեցին Բենիհինի հենց ծառայության հենց բեմի կողքը։ Եվ այնտեղ եղբայրները ասացին Բենիհինին ջուր է պետք է բերվի գրասենյակից, այնտեղ թորած ջուր կա։ Թորած ջուր պետք է բերենք, որ Բենիհինը խմի։ Այն ժամանակ հələ այդ բաները չկային ոնց որ ջրերը, որ վաճառվում են։ Գնացի, որպեսի բերեմ, մեկ էլ ճանապարհին մտածում եմ, ասեմ, լավ, Բենիհինը բժշկող ավետարանիչ ծառայող մարդ։ Ինչա թորած ջուր խմում։ Հələ ես թորած չի խմում։ Դա իմ մոտ հայտնություն եկավ, որ եթե խմում այսքան մարդիկ տեսնում են բուժվում են, բայց ինքը թորած ջուր է խմում, որ իր երիկամները չվնասի եւ այլ եւ այլ։ Ու հայտնություն ստացա, ու ես էլ սկսեցի արդեն թորած ջուր սարք առանք Մոսկվայում եւ թորած ջուր ենք սկսում խմել, որպեսզի նաեւ մեր մարմինները ճիշտ խնամենք, ամեն։ Դա պարզամտություն է, որ մենք ինչ ուզենք անենք, մի հատ կաղոթենք Աստված կբժշկի սենց։ Բայց հզոր ճանաչված ավետարանիչ բժշկության ծառայողը թորած ջուր էր խմում։ Անձամբ ես չգիտեմ, Տերը նշան տվեց դա, որ ես բերեմ, ես հասկանամ ու ես ինքս առնեմ սարք, ջուրը թորած լինի, որ խմենք։ Ամեն։ Այսինքն պարզամտություն։ Երբեմն այսպես ենք մտածում, երբեմն ամեն բնագավառում ենք այսպես մտածում, այսպես ապրում ենք։ Բայց աստումա տարիներ մեր պատկերացումները զգում ենք, որ սխալ էր։ Հիշում եք Պողոսը ասում է, քանի երեխայի պես էի մտածում։ Հետո մեծացա, մեծահասակի պես սկսեցի մտածել։ Մեզ պետք է մեծահասակի պես մտածել, ճիշտ մտածել։ Ամեն։ Երբ որ ապաշխարում ենք, մտածում ենք տենց հալած յուղի պես մեր կյանքը անցնելու է, բայց անցավ 27 տարի արդեն։ Եվ ես քննում եմ միշտ իմ անցյալը, ներկան, քննում եմ ու մտածում եմ, հասկանում եմ ինչ-որ բաներ, որ ոնց մենք երազում ենք, ոնց մենք կարծում էինք, այդպես չեղավ։ Երեխական պատկերացումներ, այդպես չեղավ։ Եվ դրա համար երբեմն կյանքում շատ հիասթափություններ վերապրեցի, երբեմն են մահվան շուքի ձորով շրջեցի, անդունների եզրերով ու հետո հասկացա, որ Տերը ինձ անգամ հավատքի մեջ պահեց մահերից, չարիքներից, հարձակումներից, որը մենք չենք պատկերացնում, չենք հասկանում։ Դրա համար վերնագրել եմ համբերիր գոհությամբ։ Ամեն մեկիդ կյանքում հավատքի կյանք եք ապրում, հոգևոր մարդ եք, շատ հնարավոր է շատ նեղություններ եւ դժվարություններով անցնեք։ Շատ հնարավոր է ձեր հակառակորդները, նախանձորդները
նախանձորդներ դրանք նրանք են, որոնք նախանձով նայում են ձեզ, կամ էլ ուղղակի հակառակորդներ են, նայում են ձեր վրա, ծիծաղում, ասում են բա ուրա իրենց Աստվածը։ Նեղություններ կա, դժվարություններ կա, բա ինչի իր հետ սենց եղավ, բա ինչի ինձ միշտ հարց են տալի, բա ինչի հավատացյալ էր, ինչի իր հետ այսպես եղավ, ինչի այնպես եղավ, սիրելիներս չգիտենք ում կյանքում ինչի համար եղավ, բայց մի բան գիտեմ, որ Աստված հավատարիմ է եւ Աստված ճշմարիտ է իր գործի մեջ։ Ամեն։ Հենց սրա համար ուղղակի պետք է համբերենք, Աստծո խոսքով համբերենք եւ համբերությունը լինի գոհությամբ, ուրախությամբ։ Կասես Հովիվ ջան, ախար դու գիտես իմ կյանքը ինչերով եմ անցել, ինչ բարդ վիրահատություններ, հիվանդություններ, ինչ պարտքեր ու անհաջողություններ։ Գիտես դու ինչերով եմ ես անցել։ Հեշտ է ասել գոհանալ, ուրախանալ, բայց երբ որ ամեն ինչ վատ է, ոնց ուրախանամ։ Սիրելիներս, ուրեմն, եթե չուրախանաս եւ տխրես, սատանայի ուզածը հենց դա է, որովհետեւ տխրությունը սատանայի հոգու պտուղն է։ Ուրախությունը Սուրբ հոգու պտուղն է։ Դրա համար Աստված ուզում է դու քո անձը վարժեցնես ուրախության մեջ եւ խաղաղության մեջ, վարժվես ամեն իրավիճակում խաղաղ լինես, որ քո հավատքը սկսի գործել, ուրախ լինես, որ հավատքը սկսի աշխատել, համբերես։ Գիտես, շատ ժամանակ մեր հակառակորդները, որ իրոք գիտենք սատանայի որդի են, ամբարիշտի մեկը հաջողվում են, ամեն կողմանի հաջողվում են, ոչ հիվանդ են, ֆինանսական խնդիրներ չունեն, չգիտեմ, թե ընտանիքում, թե իրենց երեխաների կյանքում, թե իրենց կյանքում, ու երբեմն սատանան խոսում է քո մտքի մեջ, հավատացեք, որ սատանան խոսում է մտքի մեջ, դա հենց ինքն է գալի խոսում, դա քո մտքերը չի, քեզ մտքերը բերում, չիպը միացնում է, որ դու լսես, բա ուր է քո Աստված, բա ուր է քո հավատքը, բա ինչի ասենց, բա նրանք անհավատ են, դու նայի նրանց ապրածը, նրանց վարած մեքենան, նրանց ապրած տունը, նրանց կառուցած օբյեկտները, ֆինանսական աղբյուրները, բա ուր է քոնը, բա ուր է քո Աստվածը, եւ այսպես մարդկանց գցում են անհավատության մեջ։ Սա սատանայի ծրագիրն է։ Հիշում եք, Հիսուս Քրիստոսը ասեց. երկնքի արքայությունը ուժով է առնցվում, վերցվում, ուժով, եւ միայն ուժեղները հափշտակում են այն։ Հովանես Մկրտչի օրերից մինչև հիմա երկնքի արքայությունը ուժով է վերցվում, եւ միայն ուժեղ մարդիկ հափշտակում են դա։ Ինչ այս խոսքերը նշանակում։ Հովանես Մկրտչի օրերից դա նշանակում է, երբ որ առաջի անգամ երկրի վրա Հովանես Մկրտիչը սկսեց քարոզել երկնքի արքայություն, ապաշխարություն, այդ օրվանից սատանան եւ իրեն դևերը ընկնում են այն մարդկանց հետևից, որոնք որոշել են հավատալ Աստծո խոսքին երկինք գնալու համար։ Եվ միայն ուժեղ մարդիկ կարող են մտնել երկինք։ Թույլ մարդիկ, տգետ մարդիկ, պարզամիտ մարդիկ չեն կարող մտնել երկինք, որովհետև նրանք նայելու են ֆիզիկապես աչքերով եւ մարմնավոր տրամաբանությունով ու ասելու են հայելի ուր Աստված, որ Աստված ըլներ բասենց կլներ, որ Աստված ըլներ են ամբարիշտը սենց կապրեր, ես էլ այսպես կապրեի, ու այստեղ կոտրվում է մարդու համբերությունը, որից հետո հավատքը։ Ով է հասկանում ինչ եմ ասում։ Իսկ ինչ որ ասում եմ, ինչ որ մեկը զգում է, որ ճշմարտություն է դա, խոսում են դևերը, դու մի մտածեք, նրանք հեռու են ձեզանից, նրանք ամեն վարքյան կարող են խոսել այստեղ, եթե դու գերի չբռնես ամեն հակառակ միտք Քրիստոսին հնազանդեցնելու համար քո մտքերը, ամեն։ Ուրեմն առաջի խոսքը, որ ուզում եմ կարդամ այսօր, Մաղաքիա 3 գլուխ 13 խոսքն է, դրա համար դու պետք է ուժեղ լինես հավատքի մեջ, Աստծո խոսքը միշտ պիտի կարդաս,
Ես որ կարդում եմ Աստծո խոսքը 28 տարեկան էի։ Ես հիմա կարդում եմ Աստծո խոսքը 55 տարեկան եմ։ Եվ կկարդամ, ես հավատում եմ, որ Տերը ինձ կօրհնի, որ կարդամ, որովհետև Աստծո խոսքը երկնքից իջած հացն է։ Որովհետև ինչպես մեր մարմինը կարիք ունի կատնամթերքի, մսամթերքի, հացամթերքի, մինչև մեր կյանքի վերջը, այնպես մեր հոգին կարիք ունի Աստծո խոսքի, որը երկնքից իջած հացն է։ Եթե դու չես ուզում կարդաս խոսքը, քո հոգին սոված է մնում եւ նվազում է։ Քո հավատքը դրա համար չի գործում, դու դառնում ես մարմնավոր։ Եվ գիտեք, ամբողջ մեր 27-8 տարին ես լսել եմ Աստծո խոսք, ու միշտ 2 տարի առավոտից համարյա կեսօր, ամեն օր դպրոցում դասի եմ գնացել, Աստվածաշնչյան։ Եվ մինչև հիմա մեզ պետք է դա լսել, որովհետև Պողոս Առաքյալը, որը գրել է նոր ուխտի 70%-ը մոտավորապես, նա գրում է, որ ես չեմ կարծում, թե հասած լինեմ, արդեն կատարյալ եմ, արդեն նորոգված է իմ միտքը, բայց ետևի բաները մոռանալով առաջ եմ նկրտում, ձգտում։ Ես չեմ կարծում, թե արդեն ես այդ ամենակարողի միտքը ունեմ, բայց միշտ նորոգում եմ միտքս, հետինները թողում եմ, առաջ եմ նայում ու գնում եմ առաջ։ Մենք նույնպես պետք է այսպես ապրենք, սիրելիներս, եւ դու չպետք է հիասթափվես, որովհետեւ մենք ինչպես հաց ենք ուտում ապրելու համար, եւ ամեն շաբաթ մենք գալիս ենք եկեղեցի, հաց ենք ուտում հոգեվոր, հիմա ինչ որ խոսում եմ, սա հոգի է եւ կյանք։ Սա քո հոգու հացն է, հաց ես ուտում հոգեվոր, որ դու այս շաբաթ ապրես։ Ամեն։ Դու հաց ես ուտում ֆիզիկական, որ այդ օրը ապրես։ Հաջորդ օրը նորից պիտի ուտես, որովհետև քեզանից քո ստամոքսը պահանջելու է։ Ով ազգում, որ իր ստամոքսը պահանջում է։ Կարող ես մերժես նրան։ Շատ մի 3 օր։ Նրանից հետո ստիպելու է, որ դու ուտես։ Չէ արդեն գլուխը տա պտտվելու, ճնշումը տա խառնվելու։ Բայց հոգին այդպես չի։ Հոգին քեզ ուղղակի հասկացնում է, որ դու պիտի սնվես։ Բայց եթե պարզամիտ ես ու չես սնվում, ու ոնց ասեմ, հավեսդ փախել է գիրք կարդալու, գիրքը ծալ է դրել ես մի տեղ ամիսներով, դա վտանգավոր է։ Քո հոգու մարդու համար, նոր մարդու համար։ Ամեն, դրա համար էլ գալիս է հիասթափություն, հոգնածություն, երկմտություն, ձանձրություն ու դրա համար դու էլ կարևորություն չես տալի Աստվածաշնչին։ Մաղաքիա 3-րդ գլուխ 13 խոսք։ Ձեր խոսքերը ծանր են ինձ դեմ, ասում է Տերը, բայց դուք ասում եք, մենք ինչ ենք խոսում քեզ դեմ։ Դուք ասում եք, դատարկ է Աստծուն ծառայելը, եւ ինչ օգուտ, որ մենք նրա պահպանությունները պահել ենք, սուքով վարվեցանք զորած Տիրոջ առաջին։ Եվ հիմա մենք երանում ենք գոռոզներին եւ բարեշենել են անօրենություն անողները։ Մինչև անգամ ասուն էլ փորձում են եւ պրծնում։ Այն ժամանակ խոսեցին Տերից վախեցողները իրար հետ եւ Տերը ականջ դրավ ու լսեց։ Եվ հիշատակի գիր գրվեցավ նրա առաջին Տերից վախեցողների համար եւ նրա անունը պատվական համարողների համար։ Ամեն։ Խոսք ասում է, ձեր խոսքերը, ես կասեմ մեր բարերով ասած, ձեր մտքերը, մարդ էլ կա չի խոսում, մտածում է, որովհետև դևերը իր մտքերի մեջ արդեն մտել են, խառնվել են ու բացատրել են տրամաբանորեն, դե նայի քեզ, դե նայի հարևան, երեք ասի Միսակին, չգիտեմ ինչ է, Միսակին։ Նայի, իր ապրած կյանքը անհավատ ամբարիշտ սրիկա մեկնա, հլը նա ինչ տուն է կառուցե, հլը նա ինչ մեքենաներով է մանգալի, հլը նա ինչ ֆինանսական աղբյուրներ, օբյեկտներ է կառուցել, բա դրա կնոջ քայլվածքը, նայվածքը, կա սենց բան, դե արի պատասխանի, ու հենց այսպես հազարամյակներ առաջ հոգևոր մարդիկ Մաղաքյան գրում է այս խոսքերը։ Ու Տերը կամ մտածում են հոգևորները այսպես։ Ու Տերը ասում է ծանր է ինձ դեմ ձեր մտածմունքները կամ ձեր խոսակցությունները, որ ասում եք զուր տեղն ենք հավատացյալ,
զուր տեղն ենք ծառայում։ Ամեն։ Ծանր է ինձ դեմ այդ ամեն ինչը։ Եվ Տերը ականջ դրեց, լսեց կամ մարդու մտքերը Տերը նույնպես կարող է կարդալ, իմանալ եւ ասում է գրեց հիշատակած գրքի մեջ։ Շարունակում եմ։ Եվ նրանք իմը կլինեն, ասում է Զորաստերը, ովքեր Աստծուց վախեցողները։ Այն օրը, որ ես կանեմ իմ սեփականությունը, եւ ես նրանց կխնայեմ, ինչպես մի մարդ իր որդին կխնայե, որ ծառայում են իրեն։ Մեր որդիները երբեմն մեծերը լավ գիտեն, այն 15-ից մինչև 20-ը կարող է ահավոր վարկ դրսևորեն եւ մեզ նյարդայնացնեն, եւ բարկանանք, եւ պատժենք, եւ դեպրեսիա տանենք, եւ չգիտեմ, եւ այլ եւ այլ։ Բայց հետո մեր որդինա, չէ՞։ Թեքվում ենք, ներում ենք, սիրում ենք, չենք ուզում ոտը քարին կպնի, մատը փուշ մտնի։ Աստված ասում է, ինչպես մի մարդ իր որդուն ողորմում է, որովհետև սիրում է, այնպես է ես այդ մարդկանց, որոնք նման բաներ են արել մեղքեր իմ առաջ, կողորմեմ եւ իմ սեփական ժողովուրդը կդարձնեմ, որ ինձ ծառայում են, շեշտում է վերջում, որոնք ինձ ծառայում են։ Դրա համար չպետք է լինել հավատացյալ այցելու, հյուրի պես գալ, հյուրի պես գնալ, մտածի ինչ ես անում Տիրոջ համար, ինչ ես անում, դու պիտի ծառայես Տիրոջը, գրված է, որոնք ինձ ծառայում են, և դուք ետ կդառնաք և կտեսնեք արդարի և ամբարշտի տարբերությունը, Աստծուն ծառայություն անողի և ծառայություն չանողի տարբերությունը, այսինքն հավատացյալի և անհավատի տարբերությունը դուք մի օր կտեսնեք, եթե հիմա չեք տեսնում, բայց Տերը խոստանում է, որ դու մի օր կտեսնես դա, և եկեղեցու մեջ ծառայողի և չծառայողի տարբերությունն էլ դուք կտեսնեք, որտև տարբեր է լինելու վարձքը, և Տերը ասում է շուտով գալիս եմ, և իմ վարձքը, այսինքն աշխատավարձը ինձ հետ գալիս եմ, հաշվապայի պես, լրիվ գրած այն մոտ, ձեր գործերը և աշխատավարձը, որ ամեն մեկիդ կհատուցանեմ։ Ով հավատում ես ճշմարտությանը։ Ամեն, փառք Տիրոջը, Տերը ուծի մեզ, դրա համար համբերի, գիտես, երբեմն ինձ էլ թվում է, թե Տերը չի լսում, երբեմն մտածում ենք, ես երևի, չգիտեմ, մի քանի ամիս ես աղոթում էի, ասում է Տեր, ես ուզում եմ, որ ինչ-որ հարց կար, լուծվեր, ու չէր լուծվում։ Կիրակի օրը Կարնեն ասում եմ, հավաքույթից հետո, որ գնում ենք տուն, անցած կիրակի, ասում եմ, ընենց կուզեի այս հարցը լուծվեր, արդեն սրտիս մեջ այնպես խնդրվածք ու երազանք ու ցանկություն ադառը, ասի այնպես կուզեի, որ այս հարցը լուծվեր։ Կարնեն ասեց, արի հենց հիմա միաբանվենք ու աղոթենք։ Միաբանվեցինք, մարդուկին աղոթեցինք, 2 ժամ հետո այդ հարցը լուծվեց, ես ապշել եմ, ուղղակի ապշել եմ, փառք մեր Հիսուսին։ Տեսեք, մեզ թվում է, թե Աստված մեզ չի լսում, մեզ թվում է, թե մեր կյանքում փոփոխություններ չի լինում, չէ՞, կամ եթե լինում է շատ դժվար, շատ երկար, տևողությամբ տենց, դրա համար հավատացեք Տերը լսում է, ուղիղ 2 ժամ հետո հարցի լուծում ստացանք։ Հնարավոր է, որ դրա համար համբերի և համբերությունդ գոհությամբ թող լինի, ոչ թե տրտունջով, տխրությունով, այլ ուրախությունով։ Ամեն, փառք Հիսուսին։ Երեմիա 17-րդ գլուխ 13-ից 18 խոսքերը։ Իսրայելի լույսը, ով Տեր, բոլոր քեզ թողնողները պիտի ամաչեն։ Ինձանից հեռացողները տափում են գրվելու, այսինքն նրանց անունները կյանքի գրքի մեջ չի գրվելու, այլ հողի վրա է գրվելու։ Տափը հող, տափում են գրվելու։ Ամեն, այս մասը նորից կարդամ։ Ով Տեր, բոլոր քեզ թողողները պիտի ամաչեն։ Երբ որ հիասթափություն է գալի, երկմտություն, մարդիկ թողում են Տիրոջը։
էլ իրանք չի հետաքրքրում խոսքը, հավատքը։ Դրա համար հեռանում են Աստծուց եւ խոսքը ասում է բոլոր քեզ թողողները պիտի ամանչեն։ Եվ ինձանից հեռացողները տափում են գրվելու։ Որովհետև թողեցին կենաց ջրի աղբյուրը Տիրոջը։ Հիմա Երեմիանը Տիրոջը ասում է բառերը. ինձ բժշկիր, ով Տեր, եւ ես կբժշկվեմ։ Փրկիր ինձ, եւ ես կփրկվեմ, որովհետև իմ պարծանքը դու ես։ Ահա նրանք ինձ ասում են. ուր է Տիրոջ խոսքը, թող մեկ գա։ Ինչ է սա նշանակում։ Ամբարիշները Երեմիային ասում են. ուր է Տիրոջ խոսքը։ Ինձ ցույց տուր։ Ուր է, էս չես դու այ Երեմիա, էս չի քո վիճակը։ Մեծ խոսում ես, Տիրոջ խոսքից ես խոսում, ամբարիշները ասում են, դե ցույց տուր, ուր է որ կատարվում է։ Այս խոսքը սա է նշանակում։ Ձեզ ասել են հեչ։ Բա ուր է քո Աստվածը։ Բա խա քո վիճակը էսպես։ Բայց ես ետ չքաշվեցա քո ետևից հովիվ լինելուց։ Երեմիան գրում է, բայց այդքան բանի մեջ, որ ինձ հալածեցին, Տեր ջան, ես քեզանից հետ չքաշվեցա, այլ ես մնացի հովիվ քո առաջ։ Եվ ձախորդ օրը չեմ բաղձացել, չար օրեր չեմ ուզել ոչ մեկի համար։ Դու գիտես, իմ շրթունքներից դուրս եկածը քո դիմաց առաջինն էր, վատ բաներ չեմ խոսել։ Ինձ համար արհավիրք մի լինիր, կամ ինձ մի կորցրու, իմ ապավենը դու ես չար օրում։ Ամեն, ինձ մի կորցրու Տեր, իմ համար իմ ապավենը չարորում դու ես։ Ամեն։ Այսինքն նույն ձևի տանջվում էր Երեմիա մարգարեն, երբ որ նույն հարցերը իրան են տալի մոտավորապես 2600 տարի առաջ։ Հասկանում ես 2600 տարի առաջ այս երկրի վրա նույն պատմությունն ա եղել, որ հիմա մեր։ Եվ ընդհանրապես Հիսուսը ինչ որ խոսում էր 2000 տարի առաջ, փարիսեցիներ, դպիրներ, մաքսավորներ, վայ ձեզ, նույն բաները այսօր են, փարիսեցիները հակառակված, ովքեր են փարիսեցիները, կեղծավոր հավատացյալները, որոնք սեր չունեն։ Դպիրներ, որոնք լավ գիտեն Աստծո խոսքը, բայց Աստծո հոգին չունեն։ Ամեն, փառք Տիրոջը, նույն բաները այսօր նայում ենք ասում է, վայ ձեզ դպիրներ, փարիսեցիներ, որ բանալին փրկության վերցրել եք, ինքներդ չեք մտնում եւ մյուսներին էլ թույլ չեք տալի մտնեն։ Նման է այս օրերին, թե չէ։ Նման է նույն բաները 2000 տարի առաջ է դա ասվել եւ հիմա մեր օրերում նույն բաներն է կատարվում։ Փառք մեր Հիսուսին։ Հալելույա։ Մաղաքիա 4:13։ 4-րդ գլուխ 13 խոսք։ Հա, կներեք 1-3։ Որովհետև ահա գալիս է այն օրը, որ վառված է թոնրի պես։ Տերն ասում։ Եվ բոլոր գոռոզները ու չարագործները հարդի պես են լինելու։ Հարդը ինչ էր։ Ցորենի դաշտը, չէ՞ որ կա։ Բոլոր ասում է, որովհետև գալիս է այն օրը, որ վառված է թոնրի պես եւ բոլոր գոռոզներն ու չարագործները հարդի պես են լինելու։ Եվ նրանց պետք է այրե այն եկող օրը, ասում է Զորաստերը, որ նրանց համար արմատ եւ ոստ պիտի չթողե։ Բայց ձեզ համար, որ իմ անունից վախենում եք, պիտի ծակի արդարության արեգակը եւ բժշկություն պիտի լինի նրա թևերի վրա եւ դուք դուրս պիտի գաք ու ոստնեք գոմի պարարտ հորթերի պես։ Այն գոմից որ հորթերը թողում ես, բացում ես դուռը, դուրս են գալի, ես գյուղում բարեկամներ ունեն, ուրախությունից թռվռում են, չէ՞։ Ասում այդ դրանց պես դուք թռվռալու եք, որ իմ անունից վախենում եք, իսկ ով էր Տիրոջ անունից վախենում։ Հələ էլ մարդ չկա, որ վախենում է Տիրոջ անունից։ Տերը օրհնի ձեզ։ Իսկ ինչ էր Տիրոջ անունից վախենալը։ Սիրել այն, ինչ Տերը սիրում է, եւ անել այդ բաները։ Եվ ատել այն, ինչ որ Տերը ատում է, եւ չանել այդ բաները։ Դա կոչվում է Տիրոջից վախենալ։
Եվ պիտի կող տակ ամբարիշներին, որովհետև նրանք մոխիր պիտի դառնան ձեր ոտների թաթերի տակ, այն օրը, որ ես կանեմ, ասում է զորաստերը։ Ամեն, ահա թե ինչ է լինելու ես աշխարհի հետ շուտով։ Դրա համար Տեր ասում է ծանր է իմ դեմ ձեր մտքերը կամ ձեր խոսքերը, որ ասում եք զուր տեղն եմ ես հավատացյալ։ Զուր տեղն եմ աղոթում, զուր տեղն եմ ծոմ պահում, զուր տեղն եմ գնում եկեղեցի, զուր տեղն եմ ընծա տալի Տիրոջը։ Հենա ամբարիշները ոչ մի բան էլ չեն անում, տեղը տեղին էլ ապրում են։ Ու նախանձա գալի, ու հիասթափություն, ամեն։ Մենք այսօր ինչ ենք տեսնում երկրի մեջ։ Նույն բաները տեսել էր Երեմյան, Եսայան, Զաքարյան, ինչ որ կարդում եմ։ Չէ, Մաղաքյայից էի կարդում։ Դրա համար զորանանք, համբերենք, ժողովուրդ ջան, համբերենք։ Ճիշտ Աստվածաշունչ էս ամեն ինչը մեր ապաշխարության ժամանակ մեզ չի բացատրել, ես չեմ հասկացել, որ այսքան անիրավություն ես կտեսնեմ, այսքան բաներ կտեսնեմ, հավատացյալների, անհավատների հետ համեմատած, ես չեմ պատկերացրել, բայց այսօր տեսնում ենք այս ամեն ինչը, և երբեմն երկմտություն և անհավատություն է գալի, ամեն, գալիս է քո մոտ, չի գալիս, երև մենակ, այ մարդ ասում եմ ես ինչ հովեմ ես, պաստորեն ինչ գալիս է մենակ իմ մտքին ա, ձեր մոտ կատարյալ վիճակ է, չի գալի, Տերը օրհնի ձեզ, ամեն, Գաղատացիս 6-րդ գլուխ, 9-10 խոսքերն եմ կարդում, և չձանձրանանք բարին գործելուցը, որովհետև իր ժամանակին կհնձենք, եթե չթուլանանք։ Այս ամեն ինչը, որ մենք տեսնում ենք անհավատ ամբարիշների հետ կապված, աշխարհի հետ կապված, երբեմն համեմատելով մեր հետ, հիասթափություն է գալի, երկմտություն, անհավատություն։ Եվ ասում ես, ինչի սա պետք, ինչ անեմ, ինչ էլ մեկը անեմ, թե չանեմ, նույնն է, էլի, ինչ տարբերություն։ Կա սենց մտքեր։ Դրա համար սատանայից իմաստություն է գալի, ոչ մի բան էլ մի արա։ Եղունգ ունես գլուխդ քորի։ Սաղ սուտ է։ Դա արդեն անհավատություն է, սիրելիներս, դա արդեն դիվային մտքեր և որոշումներ է։ Ասո խոսքը, Պողոս առաքյալը գրում է, և չձանձրանանք բարին գործելուց, ինչու չձանձրանանք, որովհետև իր ժամանակին կհնձենք, եթե չթուլանանք։ Ինչ-որ մեկը կաս, չէ, ես այսօր եմ ուզում։ Տերն է որոշում ժամանակը, ժամեր և ժամանակները ումն են, Տիրոջ ձեռքերի մեջ են։ Դրա համար, որ դու այսօր ես ուզում, ուզելը ռուսի խոսք կա, չէ, ասում է, խացեց նի վրեդնը, a վրեդնը նի խացեց։ Դրա համար Տերն է որոշում, թե եբ կտա։ Ուրեմն, քանի որ ժամանակ ունենք, քանի դեր ապրում ես, ժամանակ ունես, բարի գործեք ամենին, մանավանդ հավատքի ընտանիներին, հավատացյալներին, մանավանդ։ Գիտես, բաներ կա մեր կյանքում, երբեմն թուլանում ենք, երբեմն հիասթափվում ենք, հոգնում ենք, թողում ենք այդ բարի գործելը, արդեն եղունգ ունես գլուխդ ես քորում, դու փչացնում ես այն քո սերմերի աճը, հունձքդ փչացնում ես, որովհետև Տերը տեսնում է, որ քո հավատքը թուլացել է։ Ամեն, հենց դրա համար արդեն կանգնել է քո օրհնությունները, առաջ խաղացում չկա։ Դրա համար ասում է մի թուլացեք բարի գործելուց, մի ձանձրացեք, համբերեք, համբերատար, համբերությունը հոգու պտուղ է, սեր, ուրախություն, խաղաղություն, երկայն մտություն, 4-րդ հոգու պտուղը երկայն մտությունն է, երկայն մտությունը համբերությունն է, համբերեք գոհությունով, որպեսզի ձեր սերմերը հնձեք։ Գիտես, երկար տարիներ ես սերմում էի, մանավանդ առաջի տարիները, և հունձք չկար, մենակ սերմում էի։ Ու ինձ ոչ մեկ չէր օրհնում ոչ մի բան, մենակ մենք ենք օրհնում։ Աստվածաշնչյան դպրոցում էր, կարծեմ 3-րդ տարին էր հոգևոր էինք, ասի Տեր ջան, տեսնես կլինի մի մարդ բերի ինձի մի
1000 դրամ օրտնի, թեև ես դրա կարիքը չունեմ, աշկս տեսնի, գոնե մի հատ տեսնեմ, մեկը բերի ասի Տերը դրել է սրտից, որ ես քեզ օրհնեմ։ Մեկ էլ մի հատ եղբայր, ռուս եղբայր, հենց ընդմիջման ժամանակ ուսանողները հաց են ուտում, մեկ էլ մոտեցավ ինձ ասեց, բրատ Պավել, բոք Աստված դրել է իմ սրտին, որ ես մոտավորապես 1000 դրամի կարգի, էսի օրհնեմ քեզ ես ֆինանսը, ասում եմ, բայց ես նայում եմ քեզ, տեսնում եմ, որ դու սրա կարիքը չունես, բայց սենց ասե աղբեր ջան, Աստված քեզ շատ օրհնի, էլի, ճիշտ ասած ես այս կորետ եմ աղոթում, թող մեկը բերի ինձի օրհնի, ես հասկանամ, որ դու լսում ես, թե չէ միշտ մենք ենք օրհնում, միշտ մենք ենք հյուրասիրում։ Ու ուրախացավ, հոչի ցնծում, ասում եմ լուրջ, ասում եմ հա, ասու այդ sense պայման է արել ու Աստված օրհնեց, փառք ասու, ես հասկացա, որ Աստված կենթանի է, լսում է։ Փառք Տիրոջը։ Մի հիշեցի մի պատմություն էլ, ես էլ պատմեմ, մի վրացի եղբայր կա, իմ հետ է սովորում, կիսամարմնավոր, Աստվածաշնչա դպրոցում։ Չգիտեմ, այդ 500 հոգում մեջ այդ եղբայրը եկել է իմ հետ անգերություն անում։ Իմ տունն էլ, այն որ ասում մագնիսը ձգում է, ռիբակա վիդետ իզդալիկա, երևի իմ բնավորությունն էլ էր աշխարհում, այտենց այդ ձև իմ հետ անգերություն է անում։ Տունս մոտիկ էր Աստվածաշնչյան դպրոցին, հրաշքով էլ այդ բանը, ոտքով գնում ենք դասի, գալիս էինք։ Այս տղային մի օր ասեցի շփոթվա, էլ ուղղակի ասեցի, կուզես գնանք մեր տուն, մի հատ սուրճ խմենք, նոր կգնաս։ Այս տղան ասեց, հա, եկավ մեր տուն սուրճ ենք խմում, մի անկապ տեսքով նստել է բասկաթոռին, ոչ ճիշտ ձևով, անդաստիրակ ձևով, ասում եմ լսի իմ կինս, երեխաներս տանն են, այսպես մի նստի, էլի, ուղիղ նստի, սիրուն նստի, տենց ոտքերը մի տեսակ սենց կիսապարկած են հայերի պես, որ բասկաթոռին։ Ասում եմ, ինչա դու ինձի պետք է ասես, ես ոնց նստեմ։ Ասի, այո, դու իմ տան մեջ ես գտնվում, ես պետք է քեզ ասեմ, դու ոնց նստես։ Ես սենց եմ ուզում նստեմ։ Ասում եմ, այ մարդ, որ ես կոպիտ ասած կրակը չնգա քեզ հրավիր։ Դրա համար ամեն մարդու ես չեմ հրավիրում։ Դու խոստացել ես կոմենտարիաներ չպետք է անես։ Մեկ էլ ես տղային կոպիտ ձևով արդեն ասեցի, ասի հələ մի հատ արագ ձևի հել ու նորմալ նստի։ Արագացրու։ Մեկ էլ այս տղան վախեցավ, հելավ սիրուն նստեց։ Ասի սենց կնստես, մինչև սուրճը խմես, գնաս տեղից։ Սուրճը խմեց, գնաց երեկոյան Քենեթ Կոպլենդի հավաքույթն է Մոսկվայում։ Գնացել ենք հավաքույթի։ Հիմա ընենց հանք է, ինքը իմ առաջ է կանգնած։ Աղոթում ենք, զոհաբերություն ենք արել, Քենեթ Կոպլենդը ծառայում է, օրհնված ենք, մեկ էլ Աստված ինձ ասում է այս տղայի մոտ, ավտոբուսի թե մետրոյի փող չկա, զոհաբերել է լրիվ։ Իրան այդքան ֆինանս տուր, մի 500 դրամի կարգի։ Հանեցի, այս տղան իմ առաջնա, տվեցի, ինքը իմ մասին արդեն շատ վատ կարծիք էր, որ ես իրեն հանդիմանել եմ, բայց իր անշնորհքության պատճառով։ Արդեն ինքը գիտի, ես ասում մարդ չեմ։ Ինչ եմ դա պատմում։ Հանեց այդ փողը, ասում եմ լսի, ես փող Աստված ասեց, որ տամ քեզ ճանապարհածախս, մեկ էլ նայում ա ինձ, զարմացել ա, ոնց դու ասու ձայնը լսում ես, ասում եմ այո։ Նորից ասում եմ, ոնց դու ասու ձայնը լսում ես, ասում եմ այո։ Փաթաթվել ա ինձ լացում ա, ասում եմ, ես մտածում եմ դու ասու մարդ չես։ Ասում ա ճիշտ ասած, խնդրում եմ, ասում եմ Տեր, ինձ մետրոյի թե ավտոբուսի փող մեկի սրտին դիր, թող տա, ես գնամ տուն ստեղից։ Ասում եմ, դու փաստորեն լսում ես։ Փառք, ասում եմ, հա, դա։ Փառք Աստծո։ Այսինքն իր կարծիքը, իր անշնորհքության պատճառով ինքը չէր մտածում, բայց արդեն որ հանդիմանել եմ, մտածում էր, թե ես Աստծո ձայնը չեմ լսում։ Փառք Տիրոջը։ Չգիտեմ ես ինչի պատմեցի, Տերորդի ամեն մեկի երևի պետք չի տուն հրավիրել, որ չփոշմանես, բայց Տերը օծի, որ Աստծո ձայնը լսենք եւ չձանձրանանք բարին գործելուց,
որովհետև իր ժամանակին կհնձենք։ Եվ գիտես, հնձում էի եւ հնձում եմ։ Փառք Տիրոջը, դրա համար է պետք հնազանդվել խոսքին եւ ապրել խոսքով։ Ամեն։ Կհնազանդվեք խոսքին, կապրեք խոսքով։ Այդ ժամանակ ձեր կյանքում հրաշքներ կսկսվեն։ Հետո շատ հիանալի բան է, երբ որ Աստված քո հետ խոսում է ու դու լսում ես։ Սաղմոս 30 կներեք Եսայա 35 Եսայա 35-րդ գլուխ 3-ից 6 խոսքերը Ուժովացեք թուլացած ձեռքերը Ուժովացեք եթե հիասթափվել ես եթե հոգնել ես եթե հանգել ես հավատքից խոսքը ասում է զորացեք ուժովացեք թուլացած ձեռքեր թող ձեր ձեռքերը ուժեղանան եւ դողդոջուն ծունկեր զորացեք ձեր ծնկերը թող զորանան ասեցեք թուլասիրտներին ուժովացեք մի վախենակ ահա ձեր Աստված գալիս է վրեժ առնելու Աստծո հատուցումով է գալի նա եւ նա ձեզ փրկելու է ամեն Փառք Հիսուսին սա շատ օրհնյալ խոսք է ես ձեզ շնորհավորում եմ ձեր Աստված շուտով գալիս է ամեն դրա համար ուժովացեք ձեր ձեռքերը թող ուժովանան ձեր հույսը մի կտրեք ուժովացրեք ձեր ձեռքերը չթուլանաք ձեր ծնկները ուժովացրեք Տիրոջը ծառայելու համար այն ժամանակ բացվելու են կույրի աչքերը եւ խուլերի ականջները պիտի բացվեն ով է վատ լսում պիտի բացվի ով է վատ տեսնում պիտի բացվի աչքերը այն ժամանակ լոք է տալու կաղը եղջերուի պես կաղը պիտի եղջերուի պես քայլի վազի եւ համրի լեզուն օրտներգելու է որովհետև անապատում ջուրեր են բխելու եւ ամայի տեղերում առուներ ջուրեր են բխել Աստծո խոսքը ջուրներ առուներ տարածվելու է Աստծո խոսքը եւ բժշկելու է շատերին դրա համար ուժովացեք մի թուլացեք մի ինգեք այն փիսիկի պես որ փիսիկը նստած մի մութ անկյունում հունքերը կիտել ու լաց է լինում Շատ հոգևորներ այսպես են այսօր, փիսիկի պես մի մութ անկյուն են քաշվել, իրանց աչը քաշել են ու թուլաց են նստել են հավատքից։ Տերը առաջարկում է ուժովացեք, ասեք թուլասիրտներին, հələ զորացեք, ոտի կանգնեք, համբերեք, մի քիչ էլ համբերեք։ Այսքան համբերել ես, մի քիչ էլ համբերի։ Եվ քո Աստվածը գալիս է զորացնելու, մի հույսդ կտրի։ Ամեն, Փառք Հիսուսին։ Սաղմոս 37, ով է վերցնում այդ խոսքերը, ինչ որ ասեցի։ Սիրելիներս, այս խոսքերը մի համարեք հերթական ինչ-որ խոսք։ Հավատքով վերցրեք ձեր սրտի հոգու մեջ։ Որոշեք ոտքի կանգնեք, որոշեք ձեր գործերը թող ուժեղանան, ձեր ոտքերը Աստծուն ծառայելու համար թող ուժեղանան։ Դա հավատքի քայլեր է, եւ դուք կզորանաք, կբժշկվեք, առողջ կլինեք, օրհնված կլինեք, առատություն կունենաք։ Խոսքը դրան է վերաբերվում, մեր Աստված գալիս է, մեր Աստված լսում է, պատասխանում է, ամեն, Սաղմոս 37, առաջարկում է Տերը, երրորդ խոսքից, Տիրոջը հուսա և բարի արա, բնակվի երկրում և հետևի ճշմարտությանը, մենք այսօր որտեղ ենք բնակվում, Մարսի վրա ոչ ոք չի բնակվում դեռ, թեև Էլոն Մասկը Մարսում կյանք է ուզում ստեղծի, որ այս երկիրը երբ որ վերջանա, այրվի ինքը թռնի Մարս, շատ խելացի մարդ է իրոք, չակերտավոր էլի, ավել լավ է ասում վստահել, քան թե Մարսի վրա կյանք ստեղծել, որը Աստծուց ապահոված չի, դրա համար ասում է խոսքը, Տիրոջը հուսա և բարի արա, այս ձևով պետք է ապրես, բնակվի երկրում, ուզես թե չուզես, մենք հիմա երկրում ենք, և հետևիր ճշմարտությանը, ինչ է ճշմարտությունը,
Հետևիր Աստծո խոսքին, կարդա Աստծո խոսքը։ Ով է որոշում կարդա Աստծո խոսքը։ Կեսը որոշել է։ Այն կեսն էլ մինչև հավաքույթի մեջ կողմնորոշվեք, որոշեք, որ դուք էլ կարդաք, որտեղ շատ կարևոր է դա։ Ամեն։ Բնակվի երկրում եւ հետևի ճշմարտությանը, ցնծա Տերով, եւ նա կտա քեզ քո սրտի ուզածները։ Համբերիր գոհությունով նշանակում է ցնծալ, գոհանալ Տիրոջով, անկախ քո իրավիճակներից։ Որոշի քո մեջ զարգացնել խաղաղության հոգու պտուղը, ուրախության հոգու պտուղը, որոշի զարգացնել։ Ոնց զարգացնենք։ Երբ որ ամեն ինչ անում է, որ դու տխրես իրավիճակներդ, կյանքդ, աշխատի հենց այդ վատ իրավիճակների մեջ քեզ խաղաղությամբ պահես, խաղաղ պահես, քեզ չկորցնես, որոշի ուրախ ապրես։ Հենց սատանայի ուզած է դա, որ խաղաղությունդ գողանա, որ հավատքդ չաշխատի։ Բայց դու հենց որոշում ես քո դժվար իրավիճակների մեջ խաղաղանալ, հանգիստ։ Տեսեք, սատանան ամեն ինչ անում է, որ խաղաղությունդ կորի։ Մի հատ փոքր բանից։ Բայց երբ որ դու ուղակի ոնց ինչ բառ օգտագործեմ, պարապում ես քո վրա, պարապում ես, վարժեցնում ես քեզ, որ դու այդ պահին, որ խաղաղությունդ կորել է, բայց քեզ պահես խաղաղության մեջ, եւ դա քո մոտ ստացվում է, քո խաղաղության հոգու պտուղը քո մեջ աճելու է։ Եվ այդ բանը, որ քեզ տխրեցրել է, նա Աստծո հրաշքով նորից կվերականգնվի։ Ուղղակի բաներ կա մեր կյանքում սատանան անում է, որ մենք տխրենք, խաղաղությունը կորցնենք, բայց եթե վարժվես, պահես խաղաղությունը, քո հավատքը կգործի եւ դու օրհնված կլինես։ Ամեն։ Ուրեմն ցնծա Տերով եւ նա կտա քեզ քո սրտի խնդրվածները։ Ցնծալ Տերով նշանակում է մխիթարվել Տերով։ Ռուսերենում գրված է «Утешайся Господом, и Он исполнит желание сердца твоего». Սաղմոս 36-ում է, կարծեմ ռուսերենում, հայերենում 37-ում։ Տիրոջը հանձնի քո ճանապարհները եւ նրան հուսա, եւ նա կկատարե։ Ինչ գործ բռնում ես, ինչ ճանապարհ դուրս ես գալի, մի հատ աղոթք արա։ Բեր Տիրոջ առաջ, հանձնի Տիրոջը, խնդրի որ Տեր օրհնի, պահի մեզ, ու կտեսնես, որ հաջողված կլինես։ Անկամ առևտուր անելուց ես աղոթում գնում եմ։ Առևտուրս հաջողվում է, օրս հաջողվում է, բայց որ չեմ աղոթում, մի տեղից մի բան ելնում է, մի բան խառնվում է իրար։ Չգիտեմ, կարող է հովների մոտ է այսպես, բայց ինձ թվում է բոլոր հավատացյալների մոտ է այդպես։ Տիրոջը հանձնիր քո ճանապարհը եւ նրան հուսա, եւ նա կկատարե։ Եվ քո արդարությունը դուրս կհանե լույսի պես, եւ քո իրավունքը կեսօրվա պես։ Եթե դու արդար մարդ ես, քեզ վիրավորել են, ատում են, ասում է հանձնի Տիրոջ այդ ամեն ինչը, մի օր Աստված քո արդարությունը լույսի պես բոլորին ցույց կտա։ Եվ քո իրավունքը, այսինքն բառը մոռացա, հիշեմ, իրավունքը ռուսերենում այսպես ասվում, չեստնեստ, ազնվությունը։ Եվ քո ազնվությունը, եթե դու իրոք մարդ ես, կեսօրվա պես Տերը ցույց կտա բոլորին։ Համբերի Տիրոջը եւ սպասիր նրան։ Մի բարկանա, մեր վերնագիրը կհիշեք, համբերիր գոհությամբ։ Աստծո խոսքը այստեղ ասում է համբերի Տիրոջը եւ սպասի նրան։ Մի բարկանա ձեր հարևան Միսակի հաջողության։ Մի բարկանա այն մարդի ճանապարհը հաջողվելիս, որ իր չար խորհուրդներում կատարում է։ Դաթարի բարկությունից, թող տուր սրտմտությունը։ Մի բարկանա, որ չար չգործես, որովհետև չարերը կսատկեն։ Չեն մեռնի, ուշադրություն դարձրեք, կսատկեն։ Բայց Տիրոջ սպասողները երկիրը կժառանգեն։ Դրա համար համբերենք, սպասենք Տիրոջը, ամեն։ Չբարկանանք, հավատքից չհեռանանք, չթուլանանք, այլ զորանանք Հիսուս Քրիստոսի անունով։ Ով է ինչ-որ բան առնում։ Փառք Աստծո, ամեն։
Փառք Ուրեմն ինչ որ առնում ես, պետքա կյանք դառնա, սիրելիներս։ Մտածի այս խոսքի վրա, որ ինքդ ուղես անձդ այդ խոսքով։ Երբ որ կուղես եւ կապրես այդպես, քո կյանքում փոփոխություններ եւ օրհնություններ կլինեն։ Քո երազանքները կգան եւ կիրականանան։ Եբրայեցիս 10-րդ գլուխ նախավերջի խոսքն եմ կարդում 35 խոսք։ Ուրեմն դեն մի գցեք ձեր վստահությունը, որ մեծ վարձքի հատուցում ունի։ Վստահել ես Տիրոջը, բայց այնքան բաներով ես անցել տեսել, վստահությունդ կորել է Աստծո հանդեպ։ Վստահությունը հավատքի հոմանիշներից մեկն էր, հիշում եք։ Վստահել Աստծո խոսքին։ Բայց այստեղ խոսքը ասում է, ուրեմն դեն մի գցեք ձեր վստահությունը, որ մեծ վարձքի հատուցում ունի։ Ես կասեի հավիտենական կյանքի հատուցում ունի, ձեր վստահությունը, եթե թույլ չտաք սատանային դա վերացնել։ Բայց եթե սատանայի մտքերը ընդունեք, ճակերտավոր ձեր իմաստությամբ, դուք ուղղակի կկորցնեք այդ ամեն ինչը։ Դրա համար առաքյալը գրում է, դեն մի գցեք ձեր վստահությունը, որ մեծ վարձքի հատուցում ունի, որովհետև համբերություն է պետք ձեզ, որ Աստծո կամքը անելով խոստմունքը ստանաք։ Այս ամեն նեղությունների մեջ, անարդարության մեջ, անհասկանալի իրավիճակների մեջ առաքյալը գրում է, որ դա տեսնելով, ոնց Երեմիան տեսավ, ապրեց, այնպես մենք ձեզ պետք է համբերություն, Աստծո կամքը կատարելով, այս ամեն ինչի մեջ չթուլանանք Աստծո կամքից, այլ Աստծո կամքով ապրենք, Աստծո կամքը անենք, որ խոստմունքին հասնենք։ Ինչպես Հովսեփը, հիշում եք, 13 տարի ծախված էր ստրկության, բանտերում, նեղություն, դժվարություն, 13 տարի համբերեց եւ դարձավ Եգիպտոսի երկրի երկրորդ մարդը, փարավոնից հետո, խոստմունքին հասավ, բայց եթե չապրեր, սրբությամբ փորձվեց եւ սուրբ գտնվեց, հանձնված էր իրան ամբողջ տնտեսությունը, այդ ապրեսի, բայց մարդը մի բան չգողացավ, իր հաշվեհամարները չլցրեց, հավատարմություն էր, թե չէ, փորձվեց, 13 տարի նա փորձվեց, հավատքով եւ հասավ խոստմունքին։ Նույնպես Աստծո խոսքը այդ ասում, համբերություն է ձեզ պետք, Հովսեփի օրինակով, որ Աստծո կամքով ապրեք, անկախ նրանից, թե ձեր հարևան Միսակը Մերսեդես է առել, թե չգիտեմ, կինը նորկայից շուբա ակնում։ Անկախ այդ բաներից թողնում ես մինքով, համբերությամբ Աստծո խոսքով ապրում ես, որպեսզի խոստմունքը ստանաս։ Ամեն սա բանալի խոսք է, հիշեք, որովհետև սատանան անհամբերությամբ ուզում է մեզ քանդի, մեզ հավատքից գցի։ Ով է հասկանում, Տերը օրհնի ձեզ, եթե հասկանաս, օրհնված կլինես։ Որովհետև միայն մի քիչ ժամանակ էլ եւ նա, որ գալու է, կգա եւ չի ուշանա, բայց արդարը հավատքից կապրի։ Եվ եթե մեկը ետ քաշվի հավատքից, իմ անձը նրան չի հավանի։ Իսկ մենք ետ քաշվողներից չենք, որ կորչենք։ Ասա ես ետ քաշվողներից չեմ, հավատքից, որ չկորչեմ։ Ես հավատքից եմ, որ իմ հոգին փրկվի։ Ամեն, փառք Հիսուսին։ Հարկ Տիրոջը։ Իրականում հրաշք կա, որ երկար տարիներ մարդիկ մնում են հավատացյալ, որովհետև դիվային աշխարհը, մահվան ուժերը ամեն օր խոսում են քո մտքերի հետ, տրամաբանության հետ, համոզում են քեզ, որ թող հավատքը հեռացի, ինչի տա պետք։ Բայց եթե դու պահում ես նորից վերականգնվում ես, հավատքով ապրում ես, դա է քո հաղթանակը։ Եվ ինչը հաղթեց աշխարհը, ով կասի։ Մեր հավատքը, ինչը հաղթեց աշխարհին, դա մեր հավատքն է, որ հաղթում ենք աշխարհին, որ այսքան բան տեսնելով, այսքան անտրամաբաներ, ամբարիշների առաջխաղացումը, ամբարիշների հաջողությունը, եւ չես հասկանում, լավ, ինչի ասենց,
Բասո խոսք ուրիշ ձև է ասում, բայց այս ամբարիշները ինչ են այսպես։ Չեմ հասկանում, բայց հավատում եմ ասու խոսքին։ Ամեն, հենց սա է հավատքը պահել, հավատքով ապրել։ Ինչի է իմ համար այսքան դժվար։ Ինչի իմ ամեն մի կոպեկը աշխատելը պետք է սենց դժվար լինի։ Ամբարիշտինը այդքան հեշտ։ Չեմ հասկանում, երբեմն ես էլ հարցնում Տեր ջան, լավ, փառք Աստծո, աշխատում եմ, բայց ինչի է այսքան դժվար։ Ինչի է ձևով, բայց նայում եմ ամբարիշտները շատ ավելի լավ ու հեշտ։ Ինչա դու չես կարողանում քո որդիներին օրհնես, տաս, լիացնես։ Ինչի պիտի է սենց լինի իմ կյանքում։ Չեմ հասկանում։ Բայց շարունակում եմ հավատալ, հռչակել ու փառավորել։ Ու մի օր տեսնում եմ կատարվում է։ Ու մի օր տեսնում եմ իմ 2 կոպեկը շատ ավելի օրհնված է, քան թե ամբարիշտի 20 կոպեկը։ Հասկանում ես, մի օր տեսնում եմ ես հաջողվում եմ մի հարցի մեջ, բայց ամբարիշտը չի հաջողվում, ընկնում ու կոտրվում է։ Աստված շատ ոլորտներ ունի մեզ օրհնելու եւ պահելու։ Ընդհանրապես պետք է մեր հավատքը պահենք։ Հենց այս աշխարհը մահվան շուքի աշխարհն է նրանով, որ ամեն ինչ անում է, որ քեզ տանի մահվան մեջ։ Քո տրամաբանությամբ։ Բայց հավատքը տրամաբանությանը չի նայում։ Հավատքը նայում է Աստծո խոսքին եւ հավատում է։ Ամեն։ Փառք մեր Հիսուս Քրիստոսին։ Եվ վերջի խոսքն եմ կարդում Եսայա 60 գլուխ, Եսայա 60-րդ գլուխ, առաջի խոսքից, փառաբանության խումբը կարող եք գաք, վեր կաց լուսավորվիր, որովհետև լույսդ եկել է։ Սիրելիներս, ամեն օր մենք պետք է ջանք անենք, լուսավորվենք, ամեն օր։ Խոսքն ասում, վեր կաց լուսավորվի, որովհետև լույսդ եկել է, լույսդ քո ձեռքերի մեջ է, ասու խոսքը։ Տիրոջ փառքը ծագել է քեզ վրա, որովհետև ահա խավարը ծածկել է երկիրը, մառախուղը ազգերը, բայց քեզ վրա ծագում է Տերը, եւ նրա փառքը երևում է քեզ վրա։ Տեսել եք, հեչ անհավատներ կան, որ մեզ նայում զարմացած նայում են։ Միտեղ խոսում են, ասում են լսի, ընկերուհինը ասում են դու իրանց աչքերի մեջի լույսը նայի։ Ընկերուհին ասում է ինչ լույս։ Ասում է աղջի չես ջոկում, ասում է իրանց խաղաղությունը նայի, իրանց ուրախությունը նայի։ Մենք վախի դողի մեջ ենք, թե ֆինանսական ապահովված։ Նայում են մեզ սենց, գիտես, կողից շատերը ջոկում են, զգում են, որ դու լուսավոր ես, դու խաղաղ ես, ամբողջ աշխարհը խառն է, բայց դու խաղաղ ես։ Որոշ մարդիկ ասում են, այս հավատացյալների ուղեղը անջատած է։ Նրանք երկար չեն մտածում։ Փառք Աստծո, մեր Տերն է մեր համար մտածում։ Մեր հովիվ Արտուրը տարիներ առաջ մի հատ լավ օրինակ ուներ։ Ասում այ մարդ, կովի հավատք ունեցեք, էլի։ Զարմացան, կովի հավատքը որն է։ Ասում կովը իր համար իր գոմում նստած որոճում է։ Ինքը գիտի, որ իր Տերը դաշտում խոտ է հավաքում, իր համար պիտի բերի ինքը ուտի։ Կովի հավատք էլ չունեք։ Ձեր Տերը ձեր համար գործում է, եթե հավատաս։ Ամեն, դու քո տանը նստած ես, գիտես, հավատում ես, որ քո Տերը քո համար հոգ է տանում, որովհետև Տերը ասում է, ձեր բոլոր հոգսը իմ վրա գցեք, ինչ եք հոգ տանում։ Աղջիկս երբ պիտի ամուսնանա, հարս որտեղից ճարեմ, իմիջիալոց հիմա հարս չեն կարում ճարեն տղայի տերերը։ Հարս չկա, հովիվ ջան չկա։ Մեզ քան աղջիկ կա, չէ, են չեն։ Կլինի ձեր եկեղեցում կա գանք տանենք, ասում մեր եկեղեցուց տանողը պիտի հավատացյալ լինի։ Մենք անհավատների աղջիկ չենք տալի։ Իսկ մարդ կա, որ ուզում անհավատների հետ ամուսնանա։ Ձեր բարձրացնեք, հերթագրենք, ուզողներ կան անհավատների։ Բայց խորհուրդ չեմ տա։ Խորհուրդ չեմ տա, որովհետև դրանք սատանայի որդիներ են, ու չգիտես վաղը քո գլխին ինչ կանեն իրանց Տիրոջ հետ միասին։ Ամեն։ Ուրեմն վեր կաց լուսավորվի, որովհետև լույսդ եկել է եւ Տիրոջ փառքը ծագել է քեզ վրա, որովհետև ահա խավարը ծագել է երկիրը եւ մառախուղը ազգերը, բայց քեզ վրա ծագում է Տերը եւ նրա փառքը երևում է քեզ վրա։
Եվ ման են գալիս ազգերը դեպի քո լույսը եւ թագավորները դեպի քո վրա ծակած պայծառությունը։ Գիտես, ես հավատում եմ շուտով գալիս է ժամանակ, որ շատերը գալու են ձեր տուն եւ քեզ ասեն խոսք խոսի։ Ման են գալի քո լույսը, դու պահանջված ես լինելու, օրհնված։ Բարձրացրու աշկերդ շրջանակի եւ տես, բոլորը ժողոված գալիս են դեպի քեզ։ Քո որդիքը հերվանց են գալիս եւ աղջիկերքդ բազուկների մեջ են գրկված, սա հոգևոր որդիները, հոգևոր աղջիկերքը, որ դու պետքա պտղատու լինես։ Այն ժամանակ կտեսնես եւ կզմայլվես եւ սիրտդ ուրախությունից կդողա եւ կլայնանա, որովհետեւ դեպի քեզ պիտի դիմե ծովի առատությունը եւ ազգերի հարստությունը պիտի գա քեզ մոտ։ Ով է ուզում սա։ Ամեն, էսի ամենա հավատացյալների սիրած տեղն է։ Ծովի առատությունը, ազգերի հարստությունը քեզ մոտ պիտի գա։ Այդքան ինչ ես անելու բադու։ Բարի գործեր հարստանում ենք բարի գործերի համար։ Հավատում ես սրան։ Գիտես, ամեն մարդ օրհնվում է իր խելքից։ Կամ չնորոգված, կամ նորոգված։ Իհարկե չնորոգված խելքից, մտքից ոչ մեկ չի օրհնվում։ Մնում է նույն տաշտակին, բայց երբ որ միտքդ սկսում է նորոգվել եւ դու հավատում ես Աստծո խոսքին, քո կյանքում սկսում է բաներ փոխվել։ Այն չափով, ինչքանով նորոգված է։ Այն երազանքներով, ինչքանով որ այստեղ կա, այդքանով Տերը լցնում է։ Լսել եք, ասում է, ինչ չափով չափեք, այն չափով էլ կչափվի, կտրվի ձեզ։ Այս սկավառակի պատմությունը, հիշում եք, մեկը սկավառակը վերցնում է 20 սանտիանոց երևի, գնում է ջրիապ, ձուկ որսալու։ Որսում է մեծ ձկներ, ասում է, չէ, սկավառակի չափսով չի գցում է ջուրը։ Այդ չափսի է ման գալի։ Տեր ասեց, ինչ չափով չափեք, այն չափով ձեզ կտրվի։ Դրա համար մեծացրու սկավառակը, կամ կարելի է կտրատել, տապակել, չէ, ոչ թե չափին նայել։ Փոխաբերական իմաստ է, բայց մեծացրու չափը։ Սատանան այնքան է փոքրացրել, որ դու դրան արժան չես, դու ով ես։ Քո պապերս գիտա չեն ունեցել, այդքան չեղել։ Դու քո պապերից անցնելու ես։ Այո, խի չէ որ։ Իմ պապերը հոգևոր չեն եղել, ես հոգևոր եմ։ Ամեն։ Բաներ կա, ես իմ պապերից անցել եմ։ Երբ որ նայում եմ, մտածում եմ։ Որովհետև իմ պապերը հոգևոր չէին, ինչ պարտադիր է ես չափեմ իմ պապերի չափով։ Ես Քրիստոսի որդին եմ։ Հները անցավ, ամեն բան նոր եղավ։ Ամեն։ Դրա համար ինչի՞ չէ որ։ Հավատա, աճի, զորացի։ Սատանան երբեմն միտք է բերում։ Դե հիշի դու ով ես, ում տղեն ես, ում թորն ես։ Կարևորը ես նոր ստեղծագործություն եմ, ես Քրիստոսինն եմ, եւ ես օրհնված եմ Աբրահամի օրհնություններով, եւ մեծ չափով սկսեք չափել։ Երբեմն չի տրվում, որովհետեւ չափն ես փոքր բռնացրել։ Երբ որ չափը կմեծացնես, ես հիշում եմ մեր եղբայրներից մեկի հայրը տուն էր ծախում $60,000 տարիներ առաջ, շատ տարիներ առաջ, մի 20 տարի առաջ։ Մեծ փող էր այդ փողը, չէ՞։ Մեկ էլ եկավ հովի մոտ, ասեց հով ջան, տունս վաճառում եմ 3 հարկ։ Կոմիտասի, Երևանի Կոմիտասի զուգահեռ Քոչարի վրա։ Ասում է չի ծախվում։ Ասում է ուրեմն էժան ես ծախում, դրա համար չի չափվում, չի ծախվում։ Ասում է բա ինչքան գնա 3 անգամ թանկ ծախի, 150-160,000։ Գնում գինը փոխում է 160,000 այն թվերի։ Գալի առնում են տունը։ Ես էլ ինչ-որ օբյեկտ էի ծախում տարիներ առաջ, կեսն է ասում, ոչ մեկ չէր առնում։ Հիշեցի այդ պատմությունը, կրկնակի գինը բարձրացրեցի, եկան ու առան։ Ամեն։ Կարն են գիտի, ամեն։ Ես ձեզ եմ արսում, բայց ինքը գի։ Փառք Հիսուսին։ Ուրեմն սիրելիներս, բաներ կա ձեր կյանքում չի կատարում, որտեվ շատ փոքր եք ուզում, շատ քիչ եք։ Տերը ուզում է ավելին տա ձեզ, օրհնի։ Դրա համար մեծացրեք ձեր չափը, ձեր երազանքները, հավատացեք, հռչակեք, համբերեք գոհությամբ եւ կլինի։ Ով է հավատում։ Եկեք ոտքի կանգնենք ու փառք տանք Հիսուսին։
Աստված տա հավատակ։ Ոչ թե հերթական ինչ-որ հավաքույթ լինի, Աստված տա հավատակ։ Վերցնեք հայտնությունը, կիրառեք եւ լինեք օրհնված։ Եկեք այս երգը վերցնենք, հետո կաղոթենք։ Հալելույա, հարավոր Հիսուս։ Խոնարհվում ենք նորից քո առաջ, շնորհակալություն ենք հայտնում այս խոսքի համար, այս ծառայության համար, եւ մենք խնդրում ենք Տեր, որ հիմա քո զորությունը իջնի այս վայրը, քո ժողովրդի վրա, Տեր։ Ես աղոթում եմ, որ հենց հիմա Սուրբ Հոգի Աստված քո սուրբ ներկայությունը իջնի այստեղ, Սուրբ Հոգու կրակը թող հենց հիմա իջնի այս դահլիճի մեջ ամեն մարդու վրա, ոտքից մինչև գլուխ, թող Սուրբ Հոգու կրակի զորությունով այրվեն ամեն կարիճներ, ամեն դիվային ուժեր, օծեր, թող Սուրբ Հոգու կրակի զորության ներքո հենց հիմա այրվի խավարի ամեն ուժ, ամեն մեկի կյանքից, շնչից, մարմնից, հոգուց, տնից, տեղից, ունեցվածքից, առողջությունից, ֆինանսական աղբյուրներից եւ փոխհարաբերություններից։ Սատանա, մենք հենց հիմա արձակում ենք քո կապանքները Աստծո ժողովրդի կյանքից։
Հիսուսի զորավոր անունով։ Սատանա մենք հռչակում ենք, որ դու պարտված ես, որովհետև նա, որ մեր մեջ է, ավելի զորավոր է, քան դու, որ աշխարհում ես։ Ամեն գործիք հակառակ մեզ չի հաջողվի, ամեն լեզու հակառակ մեզ մենք հռչակում ենք, որ կդատապարտվի։ Որովհետև մենք հնազանդվում ենք Աստծո խոսքին եւ հակառակվում ենք քեզ Սատանա եւ դու փախչում ես մեզանից։ Ես հրամայում եմ Հիսուս Քրիստոսի զորավոր անունով փախչիր հենց հիմա Աստծո ժողովրդի կյանքից, նրանց կյանքի բոլոր ոլորտներից, որովհետև Աստծո արքայության միջի ամենափոքրը ավելի զորավոր է, քան դու Սատանա, որ ես աշխարհում ես։ Եվ հենց հիմա Աստծո խոսքով, որ մեր Տերը դրել է մեր բերանում եւ Տիրոջ տված իշխանությունով եւ զորությունով մենք խլում, պոկում, փչացնում ու կորցնում ենք Սատանա քո բոլոր ծրագրերն ու պլանավորումները, բերդերն ու ամրոցները Աստծո ժողովրդի կյանքից, մեր կյանքի բոլոր ոլորտներից, մեր տուն ու տեղից ունեցվածքից, մեր ֆինանսական աղբյուրներից, մեր առողջությունից, մեր եկեղեցուց, մեր մարզից, մեր երկրից, մեր երկրի ժողովրդի կյանքից, իշխանավորների կյանքից, մեր ժողովրդի սահմաններից, մեր երկրի սահմաններից, Աստծո խոսքով մենք խլում, պոկում, փչացնում ու կորցնում ենք Սատանա քո բոլոր ծրագրերն ու պլանավորումները, բերդերն ու ամրոցները եւ փոխարեն այս բոլոր ոլորտներում ինչ որ շեշտեցի Աստծո խոսքով մենք այսօր շինում եւ տնկում ենք Աստծո կամքը, Աստծո արքայությունը, Աստծո լույսը թող գա լուսավորի, Աստծո տված բոլոր խոստմունքները, տեսիլքները, երազները, մարգարեությունները թող գան, շինվեն, տնկվեն եւ իրականանան մեր կյանքի բոլոր ոլորտներում։ Հալելույա, փառավոր Աստված։ Մենք համբերում ենք Տեր քո խոսքով եւ մենք գոհանում ենք քեզանից այն ամենի համար, ինչ որ կանք, ինչ որ ունենք, բայց աղոթում ենք, որ դու մեզ բարձրացնես, աճեցնես, զորացնես եւ տաս մեզ մեր սրտի խնդրվածքները, Տեր, որ քո ժողովուրդը առատ լինի, ուրախ լինի, առատություն ունենա ամեն բարի գործի համար, փառավոր Հիսուս։ Ես աղոթում եմ նաև փառավոր Տեր մեզ հենց հիմա դիտողներով համար, որոնք ինտերնետով մեզ դիտում են, բերում եմ ամեն մեկին քո ձեռքերի մեջ։ Ես աղոթում եմ, որ Սուրբ Հոգի հպվես նրանց եւ ազատագրես ամեն խավարից, թող նրանք նույնպես զորանան եւ օրհնված լինեն։ Սիրելիներս, մեզ ինտերնետով դիտողներին եմ ասում, անպայման դուք պետք է գտնեք առողջ եկեղեցի, որտեղ առողջ ուսմունք է քարոզվում եւ այցելեք այնտեղ, որտեղ որ դուք կաք։ Տներից նստած հավատացյալ լինելը դա ճիշտ չի։ Պետք է լինեք եկեղեցու մի մասնիկը եւ ծառայեք եկեղեցուն, ոչ թե պարապ նստեք, այլ մի բան անեք Աստծո փառքի համար։ Ես օրհնում եմ ձեզ, որպեսզի հասկանաք այս խոսքերը եւ տներից դուրս գաք, լինեք եկեղեցիներում Հիսուսի անունով։ Հալելույա, հալելույա, հալեկլեդը քրեբա դը շեկեդրո գրոֆոլորո պրադա։ Հալելույա, փառավոր Հայր, օրհնում ենք քո սուրբ անունը, Տեր։ Ես խնդրում եմ Սուրբ Հոգի, որպեսզի դու հենց հիմա քո ժողովրդի հետ աշխատես, վերականգնես, Տեր, ամեն թուլացած ձեռքերը, թուլացած ծնկները, անհույս մտքերը, թող Տեր ամեն մեկը զորանա այսօր։ Հալելույա, հալելույա, հալելույա։ Թող թույլն ասի ուժեղ եմ ես, ասա ուժեղ եմ ես։ Աղքատն ասի հարուստ եմ ես։ Հիսուսի անունով մենք հարուստ ենք ամեն բարի գործի համար, որովհետև Աբրահամի օրհնությունները մեզ վրայա։ Մեր Աստված գնեց մեզ օրենքի անեծքից մեր Տեր Հիսուս Քրիստոսը, մեր փոխարեն անեծք դարձավ, քանզի գրված է անիծյալ լինի փայտից կախվածը, եւ փոխարենը մեզ կցեց Աբրահամի օրհնություններին։ Փառք, պատիվ ու գոհություն քեզ, Տեր, մենք ընդունում ենք սա։ Եվ ես աղոթում եմ, որ այս օծությունը տարածվի քո ժողովրդի վրա, քո ժողովրդի կյանքը, քո ժողովրդի ընտանիքները, օրհնիր ամեն տունը, ամեն տեղը, օրհնիր ու լցրու, ցույց տուր քո փառքը, Տեր, ցույց տուր քո փառքը։ Դուր հատուկ հավատքի պարգևը, որ մարդիկ սկսեն հավատալ եւ դրսևորվի հավատքը եւ Տեր ջան օրհնված լինեն ամեն մեկը։ Ողորմի Տեր, որովհետեւ Տեր դու ողորմած Աստված ես եւ հավիտյան է ողորմությունը քո, Տեր։ Հալելույա, հալելույա, հալելույա։ Հալելույա, հալելույա, հալելույա։ Եկեք աղոթքի մեջ լինենք։
փառավորում ենք քո սուրբ անունը Հիսուս, օրհնյալ Աստված, մենք գոհանում ենք քեզանից եւ գոհության պատարագներ ենք մատուցանում քո տան մեջ։ Եվ հիմա մեր գլուխը կբարձրանա նորից մեր թշնամիների վրա, որ մեր 4 կողմովը կա եւ քո խորանի մեջ գոհության պատարագներ կմատուցանենք, սաղմոս կասենք եւ կփառավորենք քո սուրբ անունը Տեր։ Հալելույա, հալելույա, արքես Տեր, հալելույա, շնորհակալ ենք Տեր։ Տիրոջ յուղը հոսում է այս վայրում, սիրելներս, Տիրոջ օծությունը այսօր հոսում է ամեն մեկիդ վրա, ընդունեք հավատքով, եղեք օրհնված Հիսուս Քրիստոսի անունով, ամեն, ամեն, ամեն,